Աբուշի մեկը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է, Փարի Լուիս։ Փարի Լուիս, սեներ նախքան ծրագիրը սկսիլը Facebook-ի եւ Instagram-ի վրա գրեցի, որ այսօրվա ծրագիրը կենթանի է եւ դուք կրնակ զանգել եւ նյութը պիտի բացահայտեմ, որ գլենդելի հայությունը աբուշներ են, այսինքն գլենդելի հայերը աբուշներ են, այսինքն անուշադիր մարդիկ են։ Մինչև գլենդելցիներ կամ մի ուրախանակ բրբենքցիներ կամ պասանյանցիներ կամ Նորթ Հոլիվուդից կամ Հոլիվուդից։ Ձեր գարկմա բիդիկա։ Բայց այսօր, քանի որ գլենդելի քաղաքի 207,000 բնակիչներեն 80-90,000 հայեր են, բայց աբուշ հայեր են։ Սեներ առաջին փաստը անցյալի ընդրությունն է, ասկե մեկ շաբաթ առաջվա ընդրությունն է, իսկ աբակայի փաստերը ահավասիկ պիտի սկսեմ ցեզի մեկ առ մեկ ներկայացնել։ Հունիսի 7-ի ընդրություններուն արդյունքը բացահայտ է եւ արդեն պիտի այդ մինչեւ նոյեմբեր մենք անգամ եւս պիտի փաստե որ նայեցեք էշը նույն փոսի մեջ երկու անգամ չինար, բայց հայը նույն փոսի մեջ միլիոնավոր անգամ ներգինան։ Եվ գիտեք որ արդեն չէ գլենդելի մեջ աշխատանք կա նոր հայկական թանկարամը, ամերիկա հայկական ամերիկյան թանկարամը ստեղծվելու։ Եթե նկատի առնեք, եթե գլենդելի բնակչության մոտ 30-40% հայեր են, այսինքն այս քաղաքի 1/3-ն ավելի հայեր են, որ կարող են պահանջել, նայեցեք, սա 100 ամյակ չէ, որ ես կպահանջեմ, կհիշեմ եւ կպահանջեմ, ջիվերուս քուլխը պահանջեցիք, 100 ամյակ անցավ, 102 եղավ, ձեր պահանջները ոչ մի դեր չի գնաց։ Բայց գլենդել քաղաքի մեջը, քանի որ ցուն սեփականադեր ես հողաշերդի, բնակարանի կամ աշխատավայրի, քու կարողությունդ այն է որ իրավունքներ ունես։ Եվ իբր իրավունք ունեցող մարդ չես խնդրել, այլ կպահանջես։ Այսօր գլենդելի քաղաքապետարանի մեջը 3 հատ քաղաքախորհրդի անդամներ կան, որ հայկական ծագում ունին։ Եվ ինչու՞ չէ, կարողությունը կար, այս վերջին 10 տարիներեն եւ հարաճիգա 10 տարիներուն, որ 5-ն եւս հայեր լինեն։ Բայց ահավասիկ մի դիգին, որ դարբեր իրավիճակներով խնդում է հայ ժողովրդի վրա, ծիծաղում է եւ ասում է stupid, քանի որ նա չի գիտեր աբուշփարը։ Նա պետք է անգլերենով ասե հայերը stupid են։ Վստահ եմ, որ Հայաստանի մեջ այս լեզուի փոփոխության պատճառով այդ փարաբաշարը կմտնա հայաստանյան լեզվի մեջ եւս։ Նայեցեք, մինչև նոյեմբեր ես ցեզի գրեթե ամեն օր պիտի հիշեցնեմ, որ աբուշ եք։ Եվ հիմնական իդ պիտի վերադառնամ գլենդելի քաղաքի մեջ այդ թանկարանի գառուցման աշխատանքին։ Ցեներ Ձեզ մեջ շատերը գիշեք դարիներ առաջ գլենդել քաղաքապետարանի խորհրդի մեջ Ջոն Դրեյմեր անունով անձնավորություն մգար, որ նույն այսօրվա այդ մյուս երկու դիգիները մեկադին նման եկավ, մտավ, իր նպատակները իրականացուց եւ
վերջավորության ցերպագարվեցավ իբր քող ավազակ, նույնիսկ փանդ մտավ եւ 30 օրեն հետո փանդեն դուրս ելավ, բայց ինքը ջանցված է իբր քաղաքախորհրդի անդամ, որ քող ավազակին մեկն է։ Եվ այստեղ այնտեղ գիտեք Մոնտրոզի այդ կանանչեղեններ ծախելու եւ այլն իրավիճակի մեջ։ Եվ այս մարդը մինագը սիրելիներ Բրենդ Բողոդայի վրա ամերիկանային շիպշտակ թիմացը նոր թանկարանիմը աշխատանքը դարավ։ Մինագը իր ջիվերուն աչեր թուք հայերդ ինչ կրնագնել։ Մենք երեք հատ քաղաքաբեդարանի հայեր ունենք այդտեղ եւ այսօր իրենք խնդրում են գլանդելի քաղաքեն, որ մի բան լինի։ Կամ հայերը գլանդելի մեջ խնդրում են, որ հայկական թանկարանը բացվի։ Իսկ Ջոն Դրեյմերը մինագը կարողացավ $5 միլիոն ապահովել այս քաղաքի, գլանդել քաղաքի բյուջեին, նայեցեք, երեք հոգիչեր ինքը մինագն էր, քանի որ ինքը բարդատրեց, որ այդ, գիտեք, նիոնի լույսերը կան, որ խանութներուն առջև գտրվին։ Քաղաքը, որ իրեն մեջը արգելված է, ձեր խանութներուն վրան չեք կնավ ձեր անունները այդ նիոն դիապերագով տնեք, գլանդել քաղաքաբեդարանը չարդոներ, բայց գլանդելի մեջը թանկարան մգա, եւ այսօր թուք եւ որ ամերիկանա գերտակ, այդ բարդեզի մեջը գնստիկ, դարեց, երեց, անվոր թեմեր, անվոր հետներ, կամ պայման գանցնիկ այդտեղ են եւ կուրախանակ։ Իսկ գլանդելի հայությունը խնդրում են, որ գլանդելի քաղաքաբեդարանը իրենց օգտագործելա։ Եվ նայեցեք ինչպես նորեն աբուշի դեղ տրած են հայերու։ Իրենք գլանդել գետրոնը ինքնաշարժներու գանկարի գարիք ունեն։ Ուզում են այդ խորձի իրականացնել։ Եվ հետո ասում են հայերին դուք եկեք վրան գառուցեցեք։ Իսկ հայերը գրնան բարդատրել գլանդել քաղաքաբեդարանին։ Նայեցեք, այս վերջին ընդրություններուն 29,000 գլանդելցիներ մասնակցեցան ընդրություններին։ Հիմա օրենքը գրնա ես մի քանի հազարով սխալվիմ, բայց օրենքը այսպեսին է։ Նախորդ ընդրության TV-ին 10% ստորագրություն հավաքեք, որը մեկ հարց հաջորդ ընդրության ցուցակի մեջ կտրվի եւ ժողովուրդը կգնան որոշել ինչ պետք է լա։ Եղավ սեներ։ Գլանդել քաղաքի մեջ 25,000 հայեր կան, որ իրավունք ունին քվեարկելու։ Օրինակի համար, քան թե ասկի անգե տրամ մուրալ, եւ նույնիսկ թերևս տելետոնա պետք է լա, որ տանկարան է տրամ հավաքել, կարող ես 3,000 ստորագրությամբ մարդիկ, որ քվեադուպերուն մասնակցած են, այսինքն մաքուր հայերենով ասեմ, registered voters, գնան առաջարկ մփերել գլանդել քաղաքաբեդարանի ընդրություններուն, որ գլանդելի քաղաքը բարդատրվի թանկարան մգարուցելու, Armenian American Museum գարուցելու, թեգուզ եթե ադիկա $100 միլիոն արժե, ինչու? Քանի քվեարկողն է, որ որոշում է, այդ մեծ բյուջեն որ գա քաղաքաբեդարանի մեջ, որ գերտա, գուկա, եւ քաղաքաբեդարանի խորհրդի մեջ 3 հայեր կան եւ 2 ոչ հայեր, եւ թերևս եթե օրոնքը ադիգա է, որ պետք է 5 ամբայման քվեարկեն ադոր մասին, բայց ընդրությունները գքերատասեն, ավելի բարձր են այդ խորհրդի անդամներու որոշումներուն։ Սա ամենաաբուշ քաղաքական հարցով զբաղվող մարդը գիտե, բայց գլանդելի մտավորականները, քաղաքական կորձիչները, գազագերբությունները ջիվերիս քուլուխը գիտեն։ Սեներ, աս վերջին 1-2 շաբաթ ասպալը գոկտակորձեմ, որ քանի արդեն սահմանը անցրեցրիք դուք։ Եղավ սերեներ։ Մարդու վրա չի խնդանք, վայ, խնդրում ենք, կարծեք, որ Հայաստան սովետական միության ժամանակ ան որ ղեկավար էր, իրեն պետք է հարկանքով խոսեյուր։ Կամ Լիբանաներ, քաղաքաբեդարանի մեջի աղանդերը օրինակ համար պետք է իրենց հadoop դիդրոսներ դային։ Ինչու? Քանի այդ երկիրներում մեջը ստրուգ էինք։ Իսկ այս երկրի մեջը սա
մենք ենք դերը։ Ուրեմն, նայեցեք, ոչ մի սխալ բան չկա սրա մեջը։ Օրենքով, երկրի օրենքով։ Եղավ։ Հիմա գրնա ես 10% էսի գրնա ինքը 12% լագամ ինչը լա, բայց սևերը գան։ Եվ որ մեկ ավանակը, որ իբր քող բռնվեցավ քաղաքապետարանի մեջը, ցերպակալվեցավ եւ փանդ նստեցավ John Dramer անունով, նայեցեք, ես չեմ զրբարդում որ մեկը, փաստաթուղթեր կան։ Եթե այդ մարդը մինագը գրծավ $5 միլիոն քաղաքի բյուջեեն դրամը, ծեր դրամներ են, հա, աստեղ hashtag ծեր դրամը իսկապես կրնակ օգտագործել։ Ծեր դրամներ են օգտագործեց, որ նիոնի թանկ, Լոս Անջելեսի միակ նիոնի թանկարանը, որ Silver Lake շրջանի մեջ էր, սննգացած էին, Թրամփ չունեին, դանդևներ իրենց դուրս պիտնեդեին եւ ասիկ մեր սիրելի Գլենդել քաղաքը, որ Թունեստերը Գլենդելցի, այո, ցի, Գլենդելցի, Գլենդելցիներու հայրենակցական միությունն ագնագ ստեղծել, եթե գուզեք։ Կարողացավ այդ $5 միլիոն, իսկ մենք, որ քաղաքի մեծամասնությունն ենք, խնդրում ենք, քանի Թալատ Պաշային սուրը մինչև այսօր դքետ հային քուլուխին է։ Դերն ենք այս Գլենդել քաղաքին։ Ուրեմն մտածեցեք, ոչ թե խնդրելու, այլ բարդացրելու եւ բարդացրանքը գուկա քվեադուփի մասնակցելով, բարդացրանքը գուկա քաղաքապետարանեն բահանջելով եւ մանավանդ 3 հայ ընդրված քաղաքախորհրդի անդամները։ Եթե որուն ջիվերուն, եթե հայերուն յետևեն կացիկ, որ ընդրվիկ եւ փամբի։ Նայեցեք, սեներ, Section 8-ի մասին չենք խոսիր գոր։ Դուներու վարձքերը մեկքինի մրագենան չենք խոսիր, նրանք բարապ բաներ են։ Բայց իբր դեր դիրական ասկահակի։ Եթե ժամանակ ունենամ, աս ամենը գնեմ եւ գիրականացնեմ։ Ես չեմ հասկանալ, որ այս մնացած ղեկավարությունը ինչու չի գադարել գոր եւ գարձում եմ որ Բերութ են ապրում, գարձում եմ որ սովետական միության մեջ են ապրում, ով որ Բաշտոնին նստած է նրա հետույքը լզելու աշխատանք կդանին։ Եղավ սեներ։ Հիմա արիք վիդամ ցեզի որ խոսիկ, բայց աս առաջին հատվածով գուհուսամ որ կարողացա ծեր միտքերում մեջը այս նյութը բերել եւ խնդրում եմ անոր զանգե Section 8-ի կամ դուներու վարձքի մասին անչադելու եմ ով որա ուզե թողլա բայց մնացեք Գլենդելի մեջը հայը պետք չէ խնդրե այլ հայը Գլենդելցի հայը պետք է բարդացրե նայեցեք Ուրֆային մարաշի մեջ չգրցակ բարդացրել բայց աս երկրի օրենքով կմնակ բարդացրել նույնիսկ եթե $30 միլիոն բի ծախսվի այդ թանկարանը սարքելու Գլենդելի քաղաքապետարանի բյուջեեն գրնանք ադիգա առնել, բայց վախկոտ ենք, իսկ ամենեն կարևորը, անուշատիր ենք, այսինքն մաքուր հայերենով ստուպիդ ենք, իսկ հին հայերենով աբուշներ ենք։ Արևդրական զանոցությունների ամիջապես ետ ցեզի իրավունք կդրվի, որ ծեր քիծածը եւ չքիծածը խոսիկ, բարի լույս։ Have you protected him? Have you protected her? Look safe. Don't leave him hanging. Have you put real thought in his future? Have you protected your kid's future? Let's create a trust. Assign them a guardian to protect his future. Contact Dare Parsegian Law Group. We are here to help. Encino-ում գտնվող Terrace Restaurant and Lounge-ը միջին արևելյան ճաշարանների բազմությունից առանձնանում է լավագույն լիբանանյան խոհանոցով։ Ճաշարանի շքեղ բացօթյա սրահը անկրկնելի է բուրավետ հուկա վայելելու եւ միջին արևելյան ախորժալի խորտիկները ճաշակելու համար։ Ուրբաթ եւ շաբաթ կենթանի նվագախումբը, DJ-ն ու գեղեցկուհի պարուհիները ձեր ժամանցը կհամեմեն միջերկրական կրքոտ ռիթմերով։ Ճաշարանը բաց է շաբաթը 6 օր, ճաշին եւ ընթրիքին։ Անմահական ուտեստներ, անկրկնելի միջավայր։
Terrace Restaurant and Lounge։ Եվ այսպիսոցիներ հիմա գարի տիպի դրվի ցեզի, որ նայեցեք դրամապանությամբ եւ ոչ թե սկացումներով։ Ես քեզ սիրում եմ, մարդու խապելու չեն գելած։ Դրամապանությամբ օրենքի մասին ենք խոսում։ Եվ Գլենդելի հայը կկարողանա ադիգա կատարել, եթե ուղեղը օգտագործի։ Փարի Լուիս։ Հարի Լուիս, Ինչպե՞ս եք։ լավ դուք ինչպես եք։ Միշտ լավ։ Ձեր գարձիկը։ Այո։ Two news for you. Two One news. is bad, one is good. Which one you want first? Who gives a shit? Just talk about both of them. Okay, I'll give you good news. If you I see you so smart. Why ինչու՞ տեխնացու չես լար գլանդելի քաղաքը դեդական բաներուն։ Նեք։ Շնորհակալություն։ Ես երկրորդը տունալ նենց աբուշ մնես, որով այսօր 10 տարի է մարդիկ գերացայն են Ստեփանին հետ կուզեն խոսիլ։ Չես հասկնար թե ինչու կշփոթին, որով ցայնդ հերացայն են եւ հերադեսեն դարբեր գուկա, ադե որ մարդիկ կշփոթին։ Եղավ, շնորհակալություն ադեղության համար։ Մարդիկ չեն շփոթիր, մարդիկ քոնոման խելացի չեն, որ եւ որ զանգեն հերադեսին չինային եւ խոսին։ Ադե դարբերությունը։ Վայտում քուլուխ։ Եղավ։ Դարբեր գուկա։ Եղավ։ Հերադեսեն եւ բայ։ Եղավ։ Սերներ դեսակ մենք ինչի մասին խոսեինք, որ ինչեր հասավ, մարդիկ ուրեմն իմ ցայնս դարբեր գլսեն որ։ Փարի Լուիս, ձեր գարձիկը։ Ձեր գարձիկը։ Հերադեսիլին մինայիկ։ Ստեփան, Այո։ ապուշ չի թարգմանվում որպես stupid։ Ինչ կթարգմանվի։ Ինչ կթարգմանվի։ Թարգմանվում է որպես հիմար։ Եղավ։ Ներողություն սխալեցա, ուրեմն Գլենդելի հայերը հիմար են։ Փարի Լուիս։ Փարի Լուիս, ձեր գարձիկը։ Պարոն Ստեփան, Այո։ աբուշ մարդկանց չլսես, աբուշի իրանք են, որովհետև Այո։ ճիշտ կխոսիս, չինամշնար քեզը գվիրավորեն։ Վնաս չունի, մեկ ինձի չի վավորեց։ Շատ շնորհակալություն, սիրելիս։ Հադե, մերսի։ Չեղավ, մերսին ֆրանսացիներուն է։ Մերսին ֆրանսացիներուն է։ Ադե բաջարը, որ հայերը չեն գնար առաջ եւ տալ։ Մերսի ենք օգտագործում թեր։ Ֆրանսացիները միջին արևելքեն վաղուց ելան։ Գիտեք, չէ՞։ Բայց նայեցեք, այդ մշակույթի դվյալը մեր մեջը սերմի նման զեդեղած են։ Իսկ այսօր Գլենդելի մեջ թերևս մեքսիկացիներն հարցնես, որ հայերենով ինչպես thank you գսես, քեզի մերսի գսե։ Հոդ է բաջարը, որ Գլենդելի հայերը աբուշ են։ Եվ ինչպես որսի, մի գարձեք, որ North Hollywood, Burbank, Pasadena, Hollywood ավելի խելացի եք։ Ձեր գարկն աբիդիկա։ Ուրեմն սեներ, գիտեմ, ցեզ մի իրականչուրի համար Հայաստանի սահմանին զոհված զինվորը շատ ավելի կարևոր է։ Թքածունի քոսյա գերեք, փախերեք ամեն։ Շատերու համար Լիբանանի քաղաքական իրավիճակը շատ ավելի կարևոր է, քան թե Հայաստանին։ Թքածունի Լիբանանի փախերեք, քոսյա գերեք։ Նայեցեք, մի ասեք, որ Ստեփանը միայն թե հայաստանցիներուն գզարնե գտնա։ Սուրիայի իրավիճակը մարդիկ փախած են դուրս ելած են, թքածուն են Սուրիայի վրա այլևս։ Հոս հաստատված ենք, չէ՞։ Սա է մեր Լիբանանը, սա է մեր Հայաստանը, սա է մեր Սուրիան, սա է մեր Իրաքը, սա է մեր Բոլիսը։ Ամեն դեղեց հավաքված եք։ Քովի եկեք, Գլենդելը հայաշատ Գլենդելը։ Օրենքով շահագործեք, օգտագործեք, ինչ բար ուզեք կործածեցեք։ Եղավ սեներ։ Մի մուրակ տրամ օդարներից, այսինքն Գլենդելի մեջ թանկարան գառուցելու համար այս եւ ատկե տրամ է։ Գլենդելի քաղաքապետարանի հաջորդ ընտրություններուն ցուցակի վրա կմտնա մի քանի $1,000 ծախս կա դեր եւ եթե 3000
ստորակրողը լագր, նա սխալը լամ նորեն ծեզիս եմ, ես ամենակեդը չեմ, նույնիսկ աստված ամենակեդը չէ։ Օրենքի ինչ որ են 10%, 15% նախկին ընդրություններում մասնակցողներուն թիվով ստորակրված առաջարկը, եթե մենք ուզում ենք Գլանդելի քաղաքապետարանը հայկական թանկարան գառուցե մինչև $30 միլիոն, եթե 3000 հոգի ատուղտի վրա ստորակրե, ովքեր իրավունք ունին քվեարկելու, հաջորդ ընդրություններուն, ինչպես որ գիտեք, մարդիկ կային, ուզեցին, որ ծեր էլեկտրականության եւ ճուրի բիլը ասեմ, որ հասկանաք ինչ կսեմ, որ այդ 9% վերացնեն, որ այս քաղաքին մոտ $180 միլիոն գդրվի եւ ադոր բաժարով ոչ ոստիկաններ, ոչ հրշեջներ գտնան ավելի շատ կոորդինացիոն ունենալ եւ չանցավ, չէ՞։ Հիմա հայի բարակային եւ որ տուն 25000-ի ավելի քրանցված քվեարկող ունես, բայց մեկ տարբերություն կա, ուրիշները ասկասեր են, իսկ հայը ես ասեր է, ինչ կա նրա մեջ ինձ համար, եւ սորվեցեք ինչ է պատասխանը, ջիվերուս կուլուղը գա քեզի համար, բայց ասկըտ կրնա թանկարան ունենալ, ասկըտ կրնա թբրոցի մեջ օրենք փոխել, ասկ, քանի որ մենք ամերիկացի չենք, չէ, մենք հայ ենք, ուր որ այերտանք, թքած ունենք Հայաստանի վրա, բայց ուր որ այերտանք, մենք հայ ենք, եւ հայ պիտի մնանք, մեր տորնիկներն հայ պիտի մեզնան, իմանանք Վարդան Մամիկոնյան ունեցած ենք, եւ իմանան, որ Հիսուս Քրիստոս ունենք, բայց այդ Հիսուս Քրիստոսին հրյա մաման, բաբան, եղբայրը, քույրը, ցեզի այս ավանակ իրավիճակի մեջ թքած են, բարի լույս։ Ձեր գարձիկը։ Իմ գարձիկը Պարտամյանի հետ եմ խոսում։ Քու գարձիկը Պարտամյանի հետ ես խոսում։ Այո։ Եղավ, ուրախ ենք։ Պարտամյանին ասա, որ բարև ունենք։ Ուրախ եմ, որ քեզ հետ խոսում եմ։ Ուղղակի ուզում եմ բացահայտեմ։ Այո։ Ես շատ ուրախ եմ, ջիվերս չի։ Նա եղավ։ Ուղղակի ուզում եմ խոսեմ այն մասին, որ Հայաստան գնացիր, ինչքան հիասթափված հետ եկար։ Որ մեկ թվականին Հայաստան կացի եւ հիասթափված եկա։ Ես վերջերս ճիշտ ասած չգիտեմ գնում գալիս ես։ Դեսա, ուրեմն ճշմարիտ բան չես գիտեր, մի անտեղ խոսում ես։ Ես ամեն անգամ որ Հայաստան երթամ, շատ ուրախ Հայաստան, հետ եկար Ամերիկա, հիմա նորից տելեթոն ես անում, ուզվես մի հատ մենք այդ տելեթոն անենք, փողավակի կողամար հունվարի կանիցին։ Փետրվարի 29-ին Աբուշ։ Աշտապ դկետ կլնան հայերում մեջը։ Փետրվար 29-ը կոյություն ունի 2017 թվականին։ Ախե աշտապ Աբուշ Հայաստանցի չէի դեսած, աս մեկը դեսա։ Հայաստան գերտաս լուսա բա հույսերդ կդրված գուկաս։ Չէ, հույսերս կդրված չի կամ։ Լույսերս ավելի շատ ուրախ կուկամ Հայաստանին վերադառնամն է։ Բայց աստեղի աբուշներուն քանակը ավելի շատ է որ պետք է աշխարհին վրա, քան թե Հայաստանի աբուշներուն, այսինքն անուշատիրներուն։ Եղավ սեներ։ Այսինքն աշճապ դոկեդություն եւ սպասում ենք որ աս մարտիկը գլանդելի մեջը ընդրություն մինեն։ Գլանդելի մեջը դուն գրնաս շինել ավչևը 3-4 հատ արույց գենտանի սույներ գտնես, քաղաքապետարանին գերտաս դուր կտկվջարես, բայց հետո չես կնար Փիրանդ բանալ եսել որ ես այս շինարարության համար տրամ վճարեցի, այս քաղաքապետարանի մեջ իրավունք ունեմ ուզելու, քանի որ ես գլանդելի քաղաքացին եմ։ Չլա, Լենին բաբիգի, Ստալին բաբիգի մարտիկը ոտ կնան լալ։ Կամ եթե լիբանանցի է, ասիգա Շամոնի մարտն է, ասիգա Ջումլատի մարտն է, ասիգա Ժմեյելի մարտն է, գնա մեզի վնաս հասցնել։ Վախկոտ ասկ։ Բարի լույս, ծեր գարձիկը։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ստեփան։ Այո։ Դեսեք, մեր համեստ գարձիկը գուզենք տալ ձեր այս երեգոյի հաղորդումին մասին։ Խնդրեմ։ Դուք
եւ ծեր հերոստատիտողները մի քանի անգամ իրար հետ խոսելու առիթ ունեցաք թե ծեր կողմէ եւ թե հերոստատիտողներու կողմէ օգտագործվեցան բավական անիմաստ եւ դխուր բարեր ինչպես աբուշ եւ այլն ներողություն մեկ ավելի այո խելոք ծև չի գա հաղորդում վարելու չես սիրելիս նայ քեզի բացադրեմ այս հաղորդումը կան թե փոխադարձ զրբարտանքներ իմանանք քանի տարի է ոսես ընկեր քանի տարի է ոսես իրարու հետ զրուցում ենք ետ զանգահարե ասկմը որ մեծամասնությամբ դքետներով հավաքված է չես կրնար լուրջ կենալ այստեղ եւ ես դոկտոր պրոֆեսոր Ստեփան Պարտամյան քաղաքական վերլուծող այս միջազգային հարցերու պատճառով չեմ գուզեր խոսել, այլ բարձրացած կուզենք խոսենք գլանդելի քաղաքականությունը։ Իբր մարդ արած դուք իրավունք ունիք քվեարկելու եւ այդ քվեարկությունը ծեր իրականչուրի ամենաբարձր ճաշտոնը, ամենաբարձր դվյալն է, ամենամեծ հարստությունն է։ Մեկը մտիկ չներ։ Բայց ես որ գլանդելի հայերը աբուշ են եւ նայեցեք աբուշ բարը մաքուր հայերեն բարը բարձրապես կսի անուշաթիր մարդիկ են 30 տարի է գլանդելի մեջ կաբրիկ անուշաթիր եք որ գլանդելի մեջը գտնակ ասանք բաներն էլ ես հետաքրքրված չեմ ընելու ես բարձրապես գենցաղային քննադատ եմ ես կտեսնեմ եւ ցեզի գսեմ բայց մեծ գազագերբությունները ասանք բաներով կսպառվին իրենք օրենք ավելի լավ գիտեն ինձ մե ես բարձրապես բզիկ բաներ գիտեմ ես ժամանակը չունիմ ադիգա անելու ես իմ ասանք հանքիս կյանքս կապրին բզիկ կրասենյակ մունիմ որ աբակային արվեստի կորձեր բիտ ներգայացնեմ իմ եւ 20-30 հոգի իմ համար միան թե բայց դուք որ մեծ կորձերով կսպառվիք գլանդելի մեջը մի 12 հատ հարսանյաց սրահ կա մենք դուրքեր եք վճարում գլանդելի մեջը մի 10 հատ հայկական եկեղեցի կա օգտագործում եք օրենքի նպաստ հրյա Հիսուս Քրիստոսին ադորամար Լորա Ֆրիդման անունով հրյա մեկը գրնա Արդաշես Կացախյանի մաման լացնե քանի որ դուք իբր ժողովուրդ դքեդեք իսկ Ջան Դրեյմերը հրյամը նորեն գրնա այս աշխարհի քրիստոնյա հայերուն մաման լացնե նույնիսկ մեր այսօրվա ղեկավարությունը որ գլանդելի քաղաքապետարանին դու ուշադիր եղեք City manager-ին հետ կաննավոր խոսեցեք Գամ քաղաքախորհրդի անդամներուն հետ ուշադիր եղեք չէ նրանք մեր պաշտոնյաներն են մենք եթե մեծ թիվով հայեր ելնենք ասենք բահանջում իրենք բարդավոր են գդարելու եւ օրենքի ծևերը գա հիշեցուցիչ էլի չէ անցալ վերջին ընդրություններուն հիմա կմնալալ որ ոչ թե այս ընդրությունը որ ընդհանուր նահանգային էր այլ միայն թե քաղաքինը եթե անցալ ապրիլին էր այդ ընդրությունները եւ 40,000 հոգի մասնակցեցավ 10% եթե ստորակրի թուղթի վրա որ մենք ուզենք նոր օրենք մտցնել կորզատրվի եւ հետո ընդրություններում բայց պետք է մարդիկ երթան եւ քվեարկեն TV խաղի այս բոլորը մեկ ադերյամը մինագը եկավ հայերուն գարկատրեց $5 միլիոն հատկացուց փանիմը որ քաղաքապետարանը վճարեց ամեն ինչին եւ բոլոր գլանդելի մեջը 2000 հրյա չի գա իսկ գլանդելի մեջը մոտ 90,000 հայ գաբրի եւ նայեցեք այս հարցը խտրականության հարց չէ այլ բարձրապես իրավունքի հարց է բայց եւ որ խնդրես ջիվերս կստանաս բայց եւ որ բահանջես ամման թանկարանդ կունենաս Փարի Լուիս Ցերգարձիկը Այո, ծեր գարձիկը Այդոն Ստեփան Ինչպես ես Լավ եմ Ստեփան ջան Ստեփանի մախպեր Օ, ինչպես ես Արևդուր չէ Այո, շատոնց է չես զանգած Զանգում եմ բայց պատասխան չես տալիս Խնդրեմ գարձիկը դասա Շիդակ գարձիկը Ես ընդունում եմ քո ասածները ամեն մեկը մի հատ Հովանես Թումանյանի կիրք գրված կիրքն է
Չէ, Հովանես Թումանյանը միայն թե մեկ բամություն ունի ասկին Աբուշը լալու մասին, Անա Գիգոսի մահն է։ Բայց նա խելացի մարդ էր, ես Աբուշ եմ։ Ինչպես ասում, փողի քիսակը բարձրացնում եմ մարդու հասակը։ Եղավ շնորհակալություն սիրելիս։ Շնորհակալություն։ Բարի լույս։ Ցեներ քացեք կարտացեք Հովանես Թումանյանի Գիգոսի մահը ցույց կուտա հայ ասկի Աբուշ լալը։ Նայեցեք ես քիչ մը ասանք շարունակեմ, նեբիդ սկսեմ բանաստեղծություններ գրել։ Բարի լույս ծեր գարձիկը։ Այո։ Այո ծեր գարձիկը։ Okay. Իմ կարծիքը Հովանես Թումանյանն է ասում։ Իմ գարձիկ, ծեր գարձիկը Հովանես Թումանյանի մասին չէ, Գլանդելի հայերու մասին է։ Okay, Գլանդելի հայերը բոլորը մի րոպե ես չեմ TV ձայնը ցածրացել, որ դու լսես Փաթամյան։ Ես լսում եմ, ծեր ասկանունը ինչպես է։ Հիմա լսի, ինչ կլինի, լսի մի 2 վայրկյան, շատ չէ։ Ասացեք նայ։ Okay, ուզում ես ասես Գլանդելի բոլոր հայերը Աբուշ են։ Չէ 51% Աբուշ են։ Մի քիչ շատ ասես, գուցե մեջները խելացի շատ մարդիկ կան։ Բայց եւ որ խելացի են եւ ոչ մի օգուտ չունին ասկին համար, Աբուշ են։ Հաջորդ ընդրություններուն իմ կարծիքով ես քո հետ խոսում եմ մի ընդհատիկ քո հաղորդում Սեներս, ցեզի օրենք տված եմ ես։ Այս ծրագրին արքան թակավորը ես եմ։ Եղավ Հիսուս Քրիստոսը ես եմ։ Աստվածը ես եմ։ Եղավ ինձի դարիները ցեզի գսեմ։ Մի եսեք ինձի մի ընդադի։ Եթե իզուր բաներու մասին եք խոսում, պիտի ընդադեմ։ Գիտեք ինչու, քանի այս ժամանակը հարկի է, իսկ ծեր ժամանակը գլանդելի մեջ ապրելու արժեք չունի։ Բարի լույս։ Բարի լույս ծեր գարձիկը։ Ծեր գարձիկը։ Բարև ձեզ։ Բարև Իմ ձեզ։ կարծիքս է, խնդրեմ, որ շատ մի վիրավորեք մարդկանց։ Եղավ, մի վիրավորվեք, խնդրեմ դուք մի վիրավորվեք, քանի եթե Աբուշ չլակ, Ես ձեր հետ շատ համաձայն եմ, Ուրեմն- բայց չեմ ուզել որ վիրավորեք։ ասասկը դերմա ասած է, որ ոչ թե վիրավորանք, այլ թերևս ավելի վատ բաներ պետք է կատարենք այս ասկին։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Վստահ եմ, որ ասասկի իր հարսանիքները շատ լավ չափանիշներով կկատարե, չէ՞։ Քանի որ ցուցամոլություն մը գա։ Ասկային դվյալ չի գա դե։ Եկեք նայ վարգամը միտքս փամը եկավ։ Նույնն է ցուցամոլություն է սեներ գլանդելի քաղաքապետարանին ասենք որ մեզի թանկարան մը գարուցեք 30 միլիոնը թուք դրեք ունիկ աթրամը կա բյուջեի մեջ գա աթրամը չէ խնդրենք ով աստված գաղութեմ որդուն անպայման գլանդելի քաղաքապետարանի բոլոր անդամներուն առաջարկես իրենց միտքերի մեջ տնես որ իրենք դրամատրեն որ հայերը ունենան իրենց օրհնված տանկարանը եւ սրբազանները ներկա գտնվին Բադվելիով եւ Գաթոյկա համայնքի ղեկավարով օրհնեցի տանկարանս զայս, որ ուրիշին տրամով եկավ, հալելույա, հալելույա, տանկարանը, հալելույա, քանի որ այս ժողովուրդը, պամը բիցեի, շատ աղոր գերտար, բայց ամոտ է։ Բարի լույս, ծեր գարձիկը։ Ալո, Այո, բարև, բարև Ստեփան, ինչպես եք։ լավ դուք ինչպես եք։ Միշտ լավ։ Ես ուզում եի ասել, որ մեր ժողովրդից ինչ սպասելիքներ ունեք, քանի հեռուստաալիքներ են գոյություն ունեն այսօր գլենդելում կամ ընդհանրապես, հա։ Մի դասად։ Բոլորը աղբ են մատուցում, զիբիլ, սերիալներ, անհեթեթություններ, եղավ, ու այնպիսի
անդամներ ու ժողովրդի ուղեղը փչացնում, զոմբիացնում են, այս ազգից ինչ եք սպասում դուք։ Բայց ժողովուրդն է որ արդոնում է Ադիգաբադահի իրեն։ Քանի որ Հիմա զիբիլը լցնում են իրենց արջևը, իրենք էլ ուտում են։ ներողություն սիրելիս, նայեցեք, այդ աղբը միայն թե աղբահավաքն է որ աղբը գհավաք է, չէ։ Այս ժողովուրդը աղբահավաքի չափանիշ ունի։ Իհարկե, Ամերիկայի աղբահավաքները ավելի շատ գրթված են, քան թե հայերը, բայց մենք դարօրինակորեն ստրուգի հոգեբանություն ունենք։ Նայեցեք, մեր զավակները լավ գրթություն են ստանում, չէ՞։ Բայց այդ գրթությունը իրենց թութակներ են դարձնում, բայց ոչ թե գենցաղի մեջ։ Այո, մի շատ փոքր քիչ երդասարտություն մգա, որ անդրադարձած է ինչ կարող է լինել, բայց մեծամասնությունը նույնն են։ Հիմա հաջորդ 3-4 տարին մեր աբակա սերունդը տելեթոններով պիտի սպաղվի, սիրելիս։ Քանի որ աֆերիստներ կան, որ փող են աշխատում սրանով։ Սա է։ Ուրեմն Ես վերջերս մի գովազդ է գնում շանթ հերուստալիքով, լսում եք ինձ։ Այո, լսում եմ։ Արամ Էմպետերին մայիս 25-ին ինչ-որ մի հատ կինո են սարքել, Այո։ հունիս ամսվա կեսերին այդ նույն ռեկլամն է գնում։ Ես ուզում եմ այդ հերուստալիքի տնօրենները հասկանան։ Իրենց զանգեցեք։ Ինչպես կարելի է, հա։ Իրենց զանգեցեք։ Ինչպես կարելի է այդքան տգիտորեն մոտենան հարցին։ Եղավ, շնորհակալություն։ Զանգեցեք ARTN շանտ եւ ասեք, որ այդ զանոցումը ապրիլին էր, հիմա հունիսին թող ցույց ստացին։ Եղավ։ Ես եղավ։ Շնորհակալություն։ Շատ եք զանգարում, ուրեմն ամենուն արիք պետք է տան։ Խնդրեմ, ծեր գարձիկը։ Բարև Քյաչալ ջան, ո՞նց եք։ Նայ, եթե իմանայի, որ քուլխդ մազ գարգսե, որ բարև մազոտ ջան, ոնց ես։ Ավանակներն են։ Անունս Ստեփան Պարտամյան է, 30 տարի է, մամա դա գիտե որ Ստեփանի անունս, բաբա դա գիտե որ Ստեփանի անունս, բաբայիդ girlfriend-ն դա գիտե որ անունս Ստեփանն է, մեծ մամա դա գիտե որ անունս Ստեփանն է, քու girlfriend-ը դա գիտե եւ քու boyfriend-ը դա գիտե որ իմ անունս Ստեփան Պարտամյան է։ Եղավ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ձեր գարձիկը։ Բարի լույս Ստեփան։ Բարև։ Լավ էլ է։ Ստեփան, ես իհարկե այս խոսքը որ ուզում ասեմ, կապ չունի այս գիշերվա թեմային, բայց ուզում ասեմ ինչքան հետաքրքիր է, որ մինչև այն ժամանակ, որ դու չի անդրադարձի այս հայ զինվորի թեմայով, այս ոչ մեծ հերոստացույցները, հերոստալիքները չին ասեմ խոսում այդ մասին։ Հետաքրքիր այն օրվանից, որ դու խոսացիր, ամենը հիմա ցուցամոլությունի համար որտեվ ասեն ես որ ասում եմ չէ ճիշտ ես ասում։ Ամենը խոսում են հայ զինվորի արդիվ։ Մի օր այս ծրագրի մեջը մաքուր հայերենով ասեմ որ հասկանան ասկը, ես ոտքի պիտի կենամ եւ պիտի միզեմ մի օր։ Եվ դեսեք ատկե դու ամեն մարդ պիտի սկսի միզելու ծրագիրներուն մեջը։ Հասկացողներուն շատ փայելույս, չհասկացողներուն շարունակեցեք օրը գտեսնեք որ գմիզեմ։ Եղավ, շնորհակալություն ընկեր։ Ճիշտ է։ Ինչքան լավ որ կոնման մարդիկ շատ են, որ կարողանան այս միտքերը, լավ բաները ասեն մարդը։ Շնորհակալություն։ Սեներ, ինչպես որ գիտեք, այս ծրագիրը կոյադևելու համար որոշ ծախսեր կան, չէ՞, բայց նկատի առած եք որ 1 րոպեից ետ պիտի վերադառնամ։ Բարի այս մեկը երկուս է, Աստվածը սավ ինձի։ Քիչ մը փող աշխատենք եկեք։ 2 րոպեից կվերադառնամ եւ կշարունակենք մեր այս շահեկան հարցազրույցը ես եւ շատ աբուշների հետ։ Ծաղկոմ նստողները։ Բարի լույս։
Traveltech կներկայացնեք Cancun, Jamaica, Hawaii, Հայաստան, ընտանեկան հարսանեկան bachelor բդույթներ, graduation կամ Father's Day, Boston, New York, Washington, հունիսի 20-ին, Aloha Hawaii, օգոստոս 10-ին խմբային բդույթ, սեպտեմբեր 25-ին Vancouver, Victoria, San Francisco cruise նավով շատ մեծ զեղչված արժեքով, նոյեմբեր 5-ին Rio de Janeiro, Brazil, Buenos Aires, Argentina, Iguazu-ի ջրվեժներով, Christmas Markets դեկտեմբեր 10-ին Vienna, Budapest, Praga։ Վստահեցեք Traveltech-ին, զանգեցեք միայն Traveltech-ին։ Եթե ձեր բնակարանը, աշխատավայրը կամ ձեզ պատկանող այլ հաստատություն վնասվել է բնական աղետների կամ պատահարների արդյունքում, ուրեմն անհապաղ զանգահարեք TIR Public Justice կենտրոն։ Գործում է անվճար խորհրդակցություն։ Մենք ձեզ կարող ենք օգնել անգամ այն պարագայում, եթե ապահովագրական ընկերությունները մերժել են ձեզ կամ չեն բավարարել ձեր սպասումները։ Վստահեք մեր փորձառու մասնագետներին, ովքեր ցանկացած իրավիճակում կպաշտպանեն ձեր շահերը։ Զանգահարեք 888 506 1409։ Բժիշկ Չոբանյանը հանդիսանում է մոտ 30 տարվա փորձառության ստատիկ և վերականգնողական պլաստիկ վիրաբուժության տարածաշրջանի լավագույններից մեկը։ Բարձր որակավորում ստացած աշխատակազմը կօգնի ձեզ իրականացնել պլաստիկ վիրաբուժական միջամտություն, ինչպիսիք են քիթկոկորթի, կրծքի վիրահատություն, ֆեյսլիֆթ, լիպոսակցիա, ներարկային, ինչպես նաև մաշկի խնամք, նորագույն տեխնոլոգիաներով։ Լավագույն պլաստիկ վիրաբուժության արդյունք ստանալու համար զանգահարեք 818 240 1820։ Ուրեմն սեներ, քանի որ այս մեկը այսօրվա այս մեկ ժամվա հատվածի վերջին մասն է եւ բավական անուշադիր մարդիկ կան այս ծրագիրը դիտող, մեկ անգամ եւս ասեմ, որ Գլենդել քաղաքի մեջը տարիներ առաջ մի ոմն մեկ քաղաքապետարանի խորհրդի մեկ անդամ Ջոն Դրեյմեն անունով, որ ցերպակալվեցավ իբր քողություններ կատարած Մոնտրոսի այդ Կանանչեղենի վաճառքի այդ խումբի մեջ են եւ հետո փանդա նստավ, այսինքն այս հանրային դերեկություն է ասիգա, կարողացավ Գլենդել քաղաքապետարանի բյուջեին $5 միլիոն դրամատրել Գլենդելի մեջը նիոնի լույսերու, որ հadouk հայերեն բարեկոյություն չունի ադորամար, թանկարամը բացվի։ Մեկ հոգի մինագա։ Իսկ այսօր մենք Գլենդել քաղաքապետարանի մեջ, այսօր չէ, այս վերջին 20 տարիներուն 2 կամ 3 խորհրդի անդամ գլա։ Եվ այդ իսկ պատճառով Գլենդելի քաղաքը որոշում արավ, որ հիմնական որոշումներուն 4 հոգի պետք է համաձայնելան։ Եվ որոշ հարցեր կա, որ պետք է 5-ը միասին համաձայնելան։ Հարցը ասիգա է. մենք հայերս խնդրում ենք, իսկ չենք պահանջում։ Մենք պահանջեցինք 1915 թվականի 100-րդ տարեդարձին, մենք հիշում ենք եւ պահանջում ենք, գիտեք, աշխարհի մեջ ոչ մեկը կարևորություն չտվավ։ Բայց Գլենդել քաղաքի մեջը մենք կրնանք պահանջել Գլենդելի քաղաքի բյուջեեն լրիվ at 20-30 միլիոն դոլարը ծախսվի հայկական թանկարամը ստեղծվելու համար։ Սևերը կան սեներ։ Վերջին Գլենդելի ընդրություններուն քանագին 10%-ը կամ գմնայ սխալ լամ 15%-ը։ Եթե ես ուզեմ Ստեփան Պարտամյանը եւ տամ 4000 քվե հավաքեմ, ոչ մեկ օրենք կվնամ ոչ թե օրենք, առաջարկ կվնամ ընդրություններուն տնել եւ նրա վրա աշխատիր մարդիկ քվեարկեն։ Եթե մեկ քվեերով ավելորդ այո հլա քաղաքապետարանը պետք է կորզատրի այդ մեկը։ Եղավ սեներ։ Եվ օրինակը այդներ որ այս տարվա ընդրություններուն, այսինքն հունիսի 7-ի ընդրություններուն Գլենդելի մեջը խումբ մարդիկ ուզեցին որ pedagogan բյուջեեն որոշ դոգոսով այդ մեր լույսի գայզի ճուրի այդ կումարներեն որ դուքան կուկար վրան որ մենք կվճարենք որ Գլենդելի քաղաքապետարանի ոստիկանությունը Գլենդել քաղաքապետարանի հերշեշներուն բյուջեին գեվտար ադիգան նվազեցնեն եւ չհաջողեցավ
Եթե հաճող էր մեծամասնությունը Հուսեյնն է, կգադարվեր։ Ուրեմն սեներ ցևերը կան։ Բայց երբ որ Գլենդելի մեջը միան թե 25000 քվեարկող հայ միանա, Գլենդելի ընդրությունները դեսած եք 12-13000 հոգի կքվեարկե։ Եվ այդ օրենքը եթե թրվի, եւ այդ 25000 հոգին մասնակցի, Գլենդելի քաղաքաբերան ցեզի համար թանկարան չէ, թանկարային կողմնա մանկարան կստեղծե։ Իսկ ան որ գուզեք իտնալ մանկարանը ինչ է, ծրագրին հետո ինձ զանգարեցեք, ես ցեզի կբացատրեմ։ Բայց քանի որ մենք ստրուկ ասկենք, բանջ չունենք, այլ խնդրում ենք։ Այսօրվա Փարի Լուիս, ծեր գարձիկը։ Բարի լույս։ Բարի Լուիս։ Փաթամյան։ Այո։ Բարի լույս։ Բարի Լուիս, ինչպես եք։ Ձեր հասկանուն ինչպես է։ Անուր վերցնեմ բոլորը ինչ որ վատաբանեն բոլորին։ Բայց հայ ազգը ստրուկ չի։ Դու ստրկության մեջ ես մեծ Ավանակ, հայ ասկը ստրուկ է։ Նայեցեք, Հայաստանի մեջ այսօր մի քանի օլիգարխներ իսինց են անում ցեզի Հայաստանի մեջ։ Ստրուկություն չէ, մենք խելացի ենք։ Գլենդելի մեջ մի քանի օդարներ իսինց են անում այերին։ Ասում են, քրուխնիդ բարձրացնենք կղբենք ցեզի, արա։ Չհասկացա, ուզում ես ռասբիլատի երտանք։ Սա է ստրուկի հոգեբանությունը։ Միջին արևելքի մեջն է նույնն է։ Բարոն Ասինչ, Մետր Ասինչ Ասինչյանը ընդրված է գարավարության մեջ։ Ամեննա Ալլահու ակբար, Աստված մեծ է, Աստված մեծ է, Աստված մեծ է։ Մեր ընդրյաց մարդը բեզի վիդոկն է։ Սեներ, երգեմի մասին խոսեմ որ եթե ստրուգը լաս մարդիկ կոտնագողեն քեզի եւս այստեղ։ Բայց հոս իրավունք ունես կենալ խոսելու եւ առաջարկելու եւ բանջելու։ Եղավ սիրելիս։ Ամենամեծ ստրուգները Հայաստանի մեջ են։ Դեսնում եք, եթե ստրուկ չլինեիք, չէինք կար այստեղ, չէ։ Փարի Լուիս, ծեր գարձիկը։ Ասիա ահազանքի եղավ, մի Ստիվին հետ։ Փարի Լուիս, ծեր գարձիկը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Oh my Ով է։ Ստեփանն է, ով է։ Գայանենը։ Բարև Գայանե, ինչպես ես։ Քանի տարեկան ես։ Լավ, դուք։ Լավ եմ, քանի տարեկան։ 20 տարեկան։ Եղավ, խնդրեմ գենթացրեմ, որ շուտ ավելի դրամապանական հարցեր պիտի հարցնես, չէ։ Ինչպես։ Ավելի դրամապանական ծևով պիտի մոնենաս այս հարցին եւ քու գարձիկդ պիտի ասես։ Քանի տուն ընդրելու իրավունք ունիս։ Տուն Ասե։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ everyone անգլերեն պիտի ասեմ, որտեվ հայերենս այդքան լավ չի կներեք։ Այո։ Նայ, եթե իմանաս, որ դարին $300,000 կաշխատես հայերեն գսորվի շուտ մեն։ Դեսա։ Ուղղակի մի քանի բառեր կա, որ ճիշտ չեմ ասում, բայց իմ բանս այն է, որ ամեն մեկը իր կարծիքը ունի ու քո կարծիքն էլ կարծիք է, ու ուզում եմ ասեմ շատ մարդ կա, որ քո կարծիքը բանի տեղ չի դնում, բայց that's your opinion. I know, but see, there is one difference. There is one difference. There are facts, which are facts, and opinions are different. I'm not telling you an opinion. I'm giving you a fact about how the elections could happen, and you, as a 20-year-old kid or an adult, can bring a new law in any elections. That's very true. Exactly. So it's not my opinion. My opinion about Armenians are they're stupid. That is right. That's my opinion. But the fact that elections. But you're Armenian too. Who cares? You're Armenian too, but you're a smart kid. I'm an Armenian too. I'm a smart man too. But the two does not cover for 100. If you have 100 stupid Armenians, 2 Armenians, they cannot cover. The 2 Armenians' obligation is to let the 100 stupid Armenians know that they are stupid
and they need to move on and become more logical and get educated. Եղավ։ That's very true. Շատ շնորհակալություն։ Այո։ Բարի լույս։ Մերսի շատ։ Մերսի միստր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եսար, եթե իմանաս որ ամեն օր եթե հայերեն խոսիս եւ հետո դարին $300,000 աշխատես, երկու շաբաթեն հայերեն գսորվիս տուն։ Բար, շատ ճիշտ խոսքեր։ Բարի լույս։ Դա շնորհակալություն։ Խնդրեմ, շնորհակալություն։ Բարի լույս։ Բարի լույս Ստեփան։ Բարև։ Ես էլ 23 տարեկան եմ ու ուզում եմ ասեմ, որ այսօր կարծիքիդ հետ համաձայն եմ այսօրվա թեմայի։ Շնորհակալություն։ Եթե այդքան խելացի մարդիկ հաստատ խելացիներ կգտնվեն ու առաջին քայլերը ձեր ասացի ավելի լավ է ոնց որ action-ով անենք, քան թե ինչպես որ նստենք ու քննադատենք։ Չէ, չեմ քննադատում, ես բացահայտում եմ։ Ես ծրագրի մեջտեղը ասեցի, ես հետաքրքրված եմ այս հարցերով։ Ինձ համար հետաքրքրական չէ որ թանկարամը բացվի։ Օրինակ համար ես իմ մի բան կարծում եք պետքա փոխվի կամ Հա, բայց ով ասա որ ես պետք է եւ տամ կարող փոխեն, եկեք առաջին քայլը մենք անենք, եթե մենք ավելի Պատասխանատուներ կան, սիրելիս, նայե, եթե մեկը հրշեջ է, ոստիգանի գործը չի կատարել, չէ՞։ Իր մասնակցությունը հրշեջություն է, այսինքն firefighter կկատարի։ Իսկ ոստիգանը իր ոստիգանային գործը կկատարի։ Ես ագանադես եմ հայ ժողովրդի դկեդության եւ այստեղ կբացատրեմ եւ նայեցեք ոչ թե միայն թե կբացատրեմ, այլ առաջարկներ կգտնեմ։ Այդ մարտիկը որ գլենդելի մեջ կուզեն որ թանկարան սարքել, 9 հատ կազմակերպություն է, ղեկավարություն կա։ Այս խոսքը ինձ մեծ թողավնեն եւ այդ դեսակ թողմոդենան։ Եսա, ուրեմն գլենդելի հայերը ապուշ են։ Ինչ որ մեկը մի բան արել է, որ ոչ մեկ չի գնացել ոթանի։ Ոչ, ես օրինակ կոնկրետ շատ ուրախ կլինեի, որ գնայի իմ ձայնը տայի, բայց նման ոչ մի կազմակերպված ոչ մի չեմ նկատել։ Չէ, գար, ինչու ներողություն, հայ ոթը հերադեսիլին վրան ամեն մարդ ասում էր Արդաշես Կացախյանին կվեարգեցեք, քանի թիմացինը քեշություններ է անում։ Դրանք քվեարկել եմ։ Ուրեմն նկատի ունի այդ project-ի մասին։ Չէ, այս դրակի մասին ես հիմա կներկայացնեմ, որ քանի ես աշխարհի անուշատիր հայն եմ։ Շատ խելացի հայեր կան, բայց ես անուշատիր եմ, բայց մեկ տարբերություն ունիմ։ Ես դրամապանությամբ եմ մոդենում։ Քաղաքը իր օրենքը ունի։ Քաղաքի օրենքներով եթե եւթաս, ոչ թե միայն թե թանկարան, 1001 բան կմնասնել, եւ որ 25000 քվեի մասնակցող հայեր կան, կարող են մասնակցել, եւ ընդրություններուն 14000-ով մարդիկ կգնան ոյ մեկ օրենք փոխել։ Եղավ Շնորհակալություն սիրես։ Շատ ուրախ եմ որ 23 տարեկան, 20 տարեկան այժմուն նստած գտիդեք կոր։ Քանի որ դուք շատ ավելի դրամապանությամբ կմոդենաք։ Եմ միցեք եք։ Okay, մենք խնդրում եմ հայերին մի ցնովեք, որտեղ հայերը հաստատ մյուս ազգերից ավելի շատ առումներով։ Չէ, սիրելիս, թող չի խափեն քեզի քու ծնողները կամ քու միջավայրը, որ հայերը շատ խելացի ազգ են։ Հայերը խելացի ազգն է, Համեմատած մյուսների հետ շատ խելացի են, շատ ներողություն, չէ, ներողություն հետ համաձայն եմ ասած։ Okay, եկուր քեզի օրինակ տամ։ Եկուր քեզի օրինակ տամ քեզի։ Ընդրություններու պատճառով, եթե հայերը խելացի լային, 25000 քվե եթե Արդաշես Կացախյանին դրամատրեին, շատ ավելի լավ վիճակի մեջ կլար։ Բայց քանի որ թիմացի գինը շատ ավելի խորամանկ է եւ շատ ավելի խելացի է, կարողացավ 1001 ցևով Արդաշեսին նսեմացնել։ Հայերը եթե ամեն մասնակցեին ընդրություններուն Արան Աջարյանը գերնար նոյեմբերին մրցել միս մարդուն թեմը 4-րդ տեղ եկավ։ Եթե հայերը խելացի լային օրենքներ կստեղծեին այս քաղաքի մեջը, բայց հայերը ստրուկ են, հայերը ուրիշին գուզեն հետևել, բայց ոչ թե լավ իմաստով։ Շնորհակալություն սիրելիս։ Շնորհակալություն։ Սեներ մեկ րոպե մնաց, նայեցեք, այս ծրագիրը մի քանի անգամ պիտի գրտնեմ։ Գիտեք, միս ծրագիրներս է եւ ամեն գիշեր մարդիկ զանգահարում են, դարբեր մարդիկ զանգահարում են։ Ծրագրի վերջավորության եմ ասում, որ ամենն անստին թիդեն։ Խելացի եմ ես։ Գիտեմ, հիմա մեկ հատ ցախ կոմենտը սա որ ինքնին խելացի դեր դրած է։
Սիրելիներ, եթե այսօրվա ծրագրեն չհասկացաք, որ ես ավելի խելացի եմ, քան թե այդ բոլոր մարդիկը, որ հիմա աղաչում են Գլանդելի քաղաքից, աղաչում են։ Ցեզի օրենք տվի։ Ցև դվի, կորզատրեցեք։ Հասկացողներուն բարի լույսեր, չի հասկացողներուն Աստուծո աղոթեցեք, Աստված ցեզի պիտի չի օգնե։ Գիտեք ինչու՞։ Քանի որ քոյություն չունի բարի լույս։ Աբուշի մեգը պիտի լաս, եթե չհասկնաս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական է։ Բարի լույս։